Նա մեր մեղքերը վերցրեց և մեզ համար չարչարվեց։ Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց։ Մեր խաղաղության համար նա պատիժ կրեց և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Այսօր ավագ ուրբաթ է, հայոց բոլոր եկեղեցիներում հանդիսավոր արարողությամբ հիշատակվում է Տիրոջ խաչելությունն ու մահը։ Հոգևորականները 4 ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրի վրա վերջին ժամերը բովանդակող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները։ Իբրև քրիստոնյաներ մենք գիտենք, որ սրանք եղած իրողություններ են, մահը հաղթվել է, մահը պարտվել է Հարությանը, բայց իբրև մարդիկ, որոնք կարիքն ունեն ամեն անգամ հիշատակելու, ամեն անգամ իրենց համար արձանագրելու, Հարությունը մեզ տրվել է հենց խաչի ճանապարհով, հենց տանջանքի, հենց տառապանքի միջոցով։ Տխրությամբ լի այս օրը քրիստոնյային հիշեցնում է փրկության հաղթանակի և հավիտենական կյանքի մասին։ Քանզի Քրիստոս խաչի վրա հաղթեց մեղքին և փրկության դուռ բացեց մեղավորներիս համար։ 4 ավետարաններում նկարագրված մատնության, ձերբակալության և դատապարտության տեսարաններն արտահայտում են Քրիստոսի մարդկային և աստվածային էությունների դրսևորումները, մարդկային տառապանքն ու ցավը խաչի վրա իրեն խաչվողներին ներելը։ Քրիստոս շուրջ 3 տարի քարոզեց, առակներով մեջբերումներ արեց, բովանդակ մարդկությանը այնպես, որ իրենք հասկանան, և եթե չէին հասկանում, նույնիսկ բացատրում էր իր առաքյալներին, սակայն խաչի վրա մի քանի բառ ասեց, որովհետև ամեն ինչ կատարված էր, որովհետև ամեն ինչ վերջացած էր և այդ վերջը պիտի լիներ ինչ-որ բանի սկիզբը։ Դա մեղսավոր մարդկության ազատագրումն էր մեղքերից, որ պիտի լիներ հենց Քրիստոսի խաչի վրա գանվելով և անշուշտ հարությամբ։ Նա մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, ասում է առաքյալը։ Սա նշանակում է, որ խաչելության խորհուրդը մեզ համար չարի նկատմամբ հաղթանակն է, հաղթանակը աստվածային սիրով։ Լիաննա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։